Շնորհակալություն, Վահե Մակարյան, ես քո տեղը ասի շնորհակալություն։ Պարոն Կարապետյան, նախ մի տնտեսական հարց, պատասխանից հետո նաև քաղաքական, հա։ Հետաքրքիր է, եթե դուք կաք իշխանության հեծը վերադարձնելու եք ձեր ընտանիքին Սամվել Կարապետյանին, թե թողնելու եք, որ Ռոմանոս Պետրոսյանը շարունակի պաշտոնավարել եւ ձեր հաշվին աշխատավարձ ստանալ երևի 5 միլիոն 200,000, սա մեկ։ Երկրորդը տնտեսական թեմաների մասին ես վերջին շրջանում շատ է խոսում, հատկապես Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները նաեւ տնտեսական առումով կարգավորելու եւ դա շատ դեպքում ներկայացվում է որպես այլընտրանք Ռուսաստանին, հաշվի առնելով Ռուսաստանի հետ վերջին խնդիրները, օրինակ ջերմուկի արգելումը, մնացածը, նաև Լարսի հետ առաջացող պարբերաբար խնդիրները, դուք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները, այդ թվում տնտեսական առումով ինչպես եք պատկերացնում։ Սա պատասխանեք մեկ էլ մի քաղաքական հարց։ Շատ լավ, երկրորդ հարցից սկսեմ։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ պետք է քայլեր լինեն տնտեսական առումով Հայաստանի համար շահեկան է սահմանների բացումը։ Բայց կա տնտեսության կառուցվածք։ Ինչ է ներկայացնում տնտեսության կառուցվածքը։ Թուրքիայի տնտեսությունը եւ Ադրբեջանի տնտեսությունը գյուղմթերք արտադրող տնտեսություններ են։ Լոլիկ, վարունգ, նաեւ վարդերի արտադրանքի առումով նրանք արտադրում են այն, ինչ արտադրում է հայ գյուղացին։ Նրանք չեն սպառում այն, ինչ արտադրում է հայաստանցին, նրանք արտադրում են, նրանք մրցակից են տնտեսական կառուցվածքով, բացի գազից և նավթից։ Մնացող առումներով մեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից։ Գիտեմ, որ շատ պարզ ճշմարտություն եմ ես հիմա ասում, բայց դա մեր հասարակության նշանակալի մասը երևի տեղեկացված չեն տեղեկացրել իշխանությունները, որ Ադրբեջանը էժան գազի հաշվին շատ էժան գյուղմթերք ունի, Թուրքիան սուբսիդավորող գազի եւ էլեկտրականության հաշվին շատ էժան գյուղմթերք ունի։ Մենք չենք կարող փոխարինել, մեզ պետք է գործընկեր, որը մեծ պահանջարկ ունի մեր արտադրանքի։ Եվ այդ գործընկերը կամ հյուսիսում է, կամ արաբական աշխարհում։ Իդեպ, այս գործարանի հիմնական արտահանման ուղղությունը Միացյալ Արաբական Էմիրություններն է եւ Սաուդյան Արաբիան։ Այն համարյա չի արտահանում ԵԱՏՄ շուկա, եւ սա իրական դիվերսիֆիկացիայի, իրական տնտեսության ուղղվածության դեպի նոր շուկաներ օրինակ է, դրա համար ենք հրավիրել այստեղ։ Մենք արտադրում ենք Հայաստանի համար եւ արաբական աշխարհի համար։ Եվ այդպիսի արտադրություններ լինելու են տասնյակ, եթե ոչ հարյուրավոր Հայաստանում։ Հեծը։ Տեսեք, պետության կառավարումը իր մեջ ներառում է մի քիչ սահմանազատում քո երկու, այսինքն բիզնես թեմատիկայի եւ պետական կառավարման սահմանազատում։ Պետական կառավարման առումով մեր քայլը լինելու է հարգել միջազգային Ստոկհոլմի արբիտրաժի որոշումները։ Բայց ես կուզենայի վստահեցնել, որ տարանջատումը անխուսափելի է, շահերի բաժանումը անխուսափելի է, որովհետև մենք պետք է դիտարկենք որպես իրավական գործընթաց։ Շնորհակալ եմ։ Բայց մի հատ քաղաքական դելա բոլորը տվեցի, սպասեք ասել։ Պարոն Կարապետյան, դուք վերջին շրջանում հուշագրեր եք ստորագրում, որոնք այդքան էլ միանշանակ չեն ընկալվում հանրության կողմից եւ քննադատության են արժանանում, օրինակ Հայաքվեի Ավետիք Չալաբյանի հետ ստորագրությունը այդ հուշագրի, որքան էլ որ քննադատեցին, դուք ամեն դեպքում հետ չկանեցիք։ Ասեք ինձ օրինակ իրենց հետ հուշագրի ստորագրում օրինակ քաղաքական առումով քանի կոպեկի օգուտ է տալու ձեզ, օրինակ ինչ է տալու ձեզ։ Հելեն Նայիրի Սարգսյանի հետ հասկացանք, այն ինչ որ էլի մարդիկ կային։ Ուզում եմ հասկանալ այդ քաղաքական առումով դուք ինչ հաշվարկ եք անում, որ
հուշագիր եք ստորագրում մի կառույցի կամ չգիտեմ միավորման մի անհատի հետ, որը ընդամենը մի ամիս առաջ մեկ ուրիշի հետ Արման Թաթոյանի հետ էր քաղաքական հուշագիր ստորագրել, բայց այդ ապահարզանը երկար սպասել չտվեց։ Հիմա չեք կարծում, որ ձեզ էլ վնաս կտա այդ ամեն ինչը։ Մեկ էլ հետաքրքիր դուք եք որոշում, ձեզ առաջարկում են խորհրդատումներ ունեք, որ այդպեսի քայլեր եք դիմում։ Ու մեկ էլ այդ ձայնագրությունների ֆոնին ինձ մոտ անդադ հարց է առաջանում։ Դուք վստահ եք ձեր շարքերում, որ ձեր շարքերում, այսպես ասած, կռիվներ չկան, այսինքն ներդրված մարդիկ չկան, թե քաղաքական թիմի առումով եմ ասում, եւ թե հատկապես այդ շարքային այդ աշխատողների, որոնք գուցե դիտավորյալ այդպիսի զրույցներ են վարում եւ օրինակ համագործակցում են ուժայինների հետ եւ դիտավորել այդպիսի զրույցներ են վարում, որ գնան Մամիկոնյան Վարդան անեն, հակակոռուպցիոն կոմիտեն լսի քննիչները եւ ասեն հետո այդ Մամիկոնյան Վարդանը եւ այտենց կամ դմբուլիկ գագուլիկը կամ մնացածը ու ձեզ թիրախավորեն, տանեն, կալանավորեն, ձեզ էլ մեղադրեն ընտրակաշարք բաժանելու մեջ։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Հայակվեի հետ կապված պարոն Ավետիք Չալաբյանը Հայակվեի ղեկավարներից McKinsey միջազգային ընկերության խորհրդատու է եղել։ Միակ հայ խորհրդատուն է իմ իմանալով, որպեսզի հասկանաք ինչ փորձառություն պետք է ունենաս ու մետալուրգիական արդյունաբերության գծով խորհրդատուն է եղել։ Հայակվեում կան բազմաթիվ բարձր որակավորում ունեցող պրոֆեսիոնալներ։ Մեզ համար կարևորը մեր ազգի պրոֆեսիոնալ պոտենցիալի օգտագործումն է եւ այդ պոտենցիալը որտեղ տեսանք, մենք այդ պոտենցիալը ընդգրկելու ենք։ Չենք նայելու, ԿՊ չենք անելու, որ փակվենք փոքրիկ խմբակով եւ բաժանենք իրար մեջ ինչ որ բաներ։ Մեր հիմնական նպատակը պրոֆեսիոնալիզմի հիմքով ստեղծված պետական համակարգն է եւ կապ չունի մարդ հնարավորություն ունեցել է քաղաքական առումով այս կշիռը ունենա, այն կշիռը, պրոֆեսիոնալիզմի առումով հնարավոր է կշիռները շատ ավելի բարձր լինեն։ Մինչև դա միասնականության գաղափարը մեր կոչը միասնականության արձագանքել են բազմաթիվ ուժեր, որի համար նրանց շնորհակալ ենք մենք։ Թող այս ուժերի հետ մենք ձևավորենք այն օրակարգը պրոֆեսիոնալների հիմքով պետական կառավարում վերջապես ունենալու օրակարգը, որը վաղ թե ուշ պետք է մի օր ունենանք։ Հարգելի Վահե, երկխոսություն չենք դարձնում։ Տեսեք, ես վստահ եմ, որ մեր թիմակիցների ոչ թե ճնշող մեծամասնությունը, այլ մոտ 100%-ը արդարացված գաղափարական պայքարի մեջ է, քանի որ նրանք բոլորը գնում են բանտեր, նրանցից շատերը ռիսկ ունեն գնան բանտեր, ազատվում են աշխատանքներից, բայց դրանից հետո երկու անգամ ավելի մեծ ակտիվությամբ են պայքարում եւ ես չեմ տեսել որևէ մեկի մոտ, որ նա համարի, որ իր հայրենիքի համար չարժեր դա անել։ Թե 1 հոգի, 2 հոգի, 3 հոգի ազգային անվտանգության ծառայությունը կունենա մարդ ում հետ ինչ որ ինձ դա չի հետաքրքրում, որովհետև ես վստահ եմ, որ համարյա 100%-ը իմ գործընկերների գիտի ինչի համար ենք մեր այս պայքարի մեջ եւ դրա համար պատրաստ է գնալ բոլոր զողությունների։ 1 հոգի կլինի, 2 հոգի կլինի, 3 հոգի կլինի, ինչ որ այլ մոտիվացիաներով, դա ժամանակը ցույց կտա, մենք դրանից չենք նեղվում, ամեն համակարգում էլ կա։ Շատ լավ կլինի, որ պետական համակարգում զբաղվենք ուրիշ հարցերով, օրինակ օտարերկրյա ադրբեջանական գործակալների հարցով կա, թե չէ, ադրբեջանցի գործակալ Հայաստանում եղել է, թե չի եղել։ Մենք չենք տեսնում վերջի տարիներում որևէ դեպք, որ ադրբեջանական գործակալ բռնվի Հայաստանում։ Արդյոք Ադրբեջանը դադարեցրել է գործակալական ցանցի ձևավորումը Հայաստանում։ Չեմ կարծում։ Մենք պետք է հարցը ուրիշ տեղ տանենք։ Իսկ այդ փոքր հարցերը հարցեր են, փոքր են, բայց վստահ եղեք 100 մոտ 100%, չեմ ասում 100%, ասում եմ մոտ 100% մեր գործընկերների այս process-ը հեշտ process չի, անցնում են այս process-ով բարձր գլխով։